Սիրելի հավատացյալներ, ահա մոտեցանք ավագ կամ մեծ շաբաթին։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը եւ խորհրդաբանությունը։ Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչագործության առաջին օրը։ Հիշատակվում է նաեւ անպտուղ թզենու առակն ու Երուսաղեմի տաճարի մաքրագործումը։ Մայր եկեղեցին այսօրվա արարողակարգով պատգամում է չապրել անպտուղ կյանքով։ Ավագ երեքշաբթի հիշատակվում է 10 կույսերի առակը, համաձայն ավետարանական պատգամի, թե արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը եւ ոչ էլ ժամը։ Ընդունված կարգով ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքին եկեղեցու ատյան են գալիս 10 մանուկներ, ձեռքերին ունենալով 10 վառվող մոմեր, խորհրդանշելով 10 կույսերին։ Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում մեղավոր կնոջ կողմից թանկագին յուղով Հիսուսի օծման պատմությունը, որպես խորհրդանիշ Քրիստոսի խաչելության եւ մոտալուտ մահվան։ Այսօրը խորհրդանշում է նաեւ Հիսուսի մատնությունը։ Ավագ հինգշաբթի սկսվում է ավագ շաբաթվա հիմնական արարողությունները, որոնք խորհրդանշում են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, Քրիստոսի կողմից իր աշակերտների ոտքերի լվացումը եւ Սուրբ հաղորդության խորհրդի հաստատումը։ Առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում ի հիշատակ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ հաղորդության խորհրդի հաստատման կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ։ Երեկոյան կկատարվի ոտնլվայի արարողություն, որի ընթացքում խաչով ու ավետարանով կորտնվի յուղը եւ կբաշխվի հավատավոր հայորդիներին։ Ընդունված ավանդույթով հավատացյալներն այն գործածում են հիվանդությունների ժամանակ կամ խառնում են տան ունեցած յուղին։ Ավագ հինգշաբթի խավարման գիշերը կկատարվի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանած եւ խաչելության կարգը։ Ավագ ուրբաթ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչելության եւ թաղման խորհուրդն ունի։ Առավոտյան կկատարվի խաչելության կարգ, իսկ երեկոյան կկատարվի թաղման կարգ։ Այս արարողության ընթացքում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը զարդարված ծաղիկներով հանդիսավոր թափորով կպտտվի տաճարում։ Ավագ շաբաթ երեկոյան կմատուցվի ճրագալույցի Սուրբ եւ անմահ պատարագ, որի ընթացքում կտրվի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը, Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսը եւ կավարտվի մեծ պահքը։ Իսկ Կիրակի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության տոնն է։ Առավոտյան կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ եւ բոլորս միասին իրար կողջունենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետիսով։ Քրիստոս հարյավ իմեռելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։